Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Նրա պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ Երևանի քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ որոշել է բավարարել Կոչուբաևին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նշենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակային խոսքի համար։ Ավելի ուշ պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 2 ամիս ժամկետով։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Միջազգային չափանիշների համաձայն ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների եւ ծանրակշիռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել եւս անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ։ Մանասյանը բազմիցս անդրադարձել է մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի լայն կիրառման խնդրին։ Նա ընդգծել է, որ մասնագիտական համայնքների համար անհրաժեշտ է ոչ միայն սահմանել էթիկայի եւ վարքագծի կանոններ, այլև ապահովել դրանց հետեւողական կիրառումը։ Ըստ այդմ ազատ խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները պաշտպանն անթույլատրելի է համարում եւ այն էլ այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմը ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից։ Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացնում քրեակատարողական հիմնարկ փաստաբանին տեսակցելու եւ վերջինիս հետ առանձնազրույց ունենալու նպատակով։ Հանցագործությունների թիվը վերջին 6 տարում աճել է 63%-ով։ Սրա մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 63% հանցագործության աճ է գրանցվել մեր երկրում եւ 0% պատասխանատվություն։ Սա է իրական Հայաստանի նոր որակը։ Երբ հանցագործությունների թիվը 6 տարում աճում է 63%-ով, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները գրեթե կիսով չափ, սա այլևս վիճակագրություն չէ։ Սա ահազանգ է, որը պետք է հնչեցնել։ Ահազանգ այն մասին, որ պետությունը զբաղված է ոչ թե քաղաքացիների իրավունքների, կենսական, կյանքի իրավունքի պաշտպանությամբ, այլ միայն սեփական իշխանության պահպանությամբ։ Եվ ընտրում է իրավական գործողությունները ում նկատմամբ կիրառել, ում պատժել եւ ում տուն ուղարկել։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներով 2018 թվականին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 24678, իսկ 2024 թվականին 63%-ով աճել է այս թիվը, կազմելով 40232։ Նույն կոմիտեի տվյալներով 2018 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել 3000 քաղաքացի, իսկ 2024 թվականին 9886։ Բայց այս թվերը հպարտանալու տեղիք չպետք է տան։ Այս թվերը այն անկառավարելի իրավիճակի մասին են խոսում, որում մենք ապրում ենք։